Երեք ուշացած չեն լինում, հանդիպումները ստացված են հատկապես սիրելի մարդկանց հետ, ում հետ կարող ես խոսել, հիշել, կամուրջներ կառուցել ժամանակի մեջ և վավերագրել պատմությունները։ Մեզ համար հանդիպման վայրը մնում է անփոփոխ։ Մենք հանդիպում ենք առաջինը։ Հունիսի 6-ին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Եվրոպան միավորվեց դասական երաժշտությամբ։ Կենտրոնը Հայաստանն էր, սիրտը Երևանը։ Հայաստանը հյուրընկալեց պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը, մի իրադարձություն, որին բոլորը շատ երկար էինք սպասել։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցությամբ Երևանը վերածվեց դասական երաժշտության մայրաքաղաքի և հյուրընկալեց ողջ Եվրոպայից Հայաստան ժամանած շատ տաղանդավոր պատանի երաժիշտների։ Այսօր ողջ երեկոյի ընթացքում մեզ հետ են լինելու դաշնակահար Կարեն Անանյանը, ջութակահարներ Արտաշես Մելիքյան, Գևորգ Գասպարյան, ալտահար Յարոսլավ Բիչկով, թավ ջութակահար Վահե Դանիելյան։ Ինչպես դասական Եվրատեսիլը եկավ Հայաստան, ինչ ճանապարհ անցան մասնակիցները, ինչպես գնահատվեցին նրանք և վերջապես ովքեր են կանգնած այս ամենի հետևում։ Առաջինում այսօր հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրասյանի հետ։ Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ մրցույթի իրականացման պատասխանատվությունը ստանձնեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և առաջինում հրավիրված է հանդիպման մի մարդ, ով պատասխանատուն է հանրայինի իրականացված բոլոր նախագծերի համար։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյան։ Դասական Եվրատեսիլի երաժշտական բացառիկ հնչողությունը անհնար կլիներ առանց մաեստրոյի։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյան։ Բարի երեկո։ Շնորհավորում եմ բոլորիս, իսկապես կարելի է ասել, այսօր արդեն կարող ենք ասել մեր կայացած երաժշտական տոնի առթիվ։ Գոհ եք։ Տիկին Անդրեասյան։ Կարծում եմ ավելի քան և սա վստահորեն կարող եմ ասել այդ օրը ներկա լինելով դահլիճում և տեսնելով կազմակերպվածության բարձր որակը, բայց վստահ եմ, որ նույն տպավորությունը ստացել են էկրանից այն կողմ գտնվող մեր քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր դիտել են մրցույթը, որտեվ դա հեռարձակվում էր նաև 11 երկրներում և այսպիսով նաև Հայաստանը տեսանելի էր դարձնում եվրոպական տարբեր երկրների համար որպես դասական երաժշտության կենտրոն, ինչը շատ կարևոր եմ համարում և կարծում եմ, որ յուրաքանչյուր դետալը համահունչ էր այդ մրցույթի էությանը, դասական երաժշտությանը և այդ իմաստով նաև հաջողված էր։ Պարոն Մովսիսյան։
Ես որպես կազմակերպիչ իհարկե շատ բարդ է գնահատական տալ, բայց իհարկե շատ դրական կարծիքներ լսեցինք։ Իսկ որպես հանդիսատես? Որպես հանդիսատես դժվար է այդ պահին կենտրոնանալ, որովհետև դու այդ պահին հանդիսատես չես կարող լինել, բայց կարող եմ ասել, որ շատ կարևոր էր մեր գործընկերների կարծիքը մեզ համար, մեր գործընկերները, ովքեր համակազմակերպիչ են Եվրոպական հեռարձակողների միությունը, շատ բարձր գնահատականներ ենք ստացել իրենցից եւ արդեն բազմաթիվ նամակներ ունենք ստացած իրենցից, նաեւ պաշտոնական շնորհակալություններ թե թիմի աշխատանքի, թե նվագախմբի աշխատանքի, թե նաեւ կատարումների եւ ընդհանրապես կազմակերպման որակի եւ արդեն ոճի եւ մնացած այն ամենի մասին, ինչը որ մենք կազմակերպել էինք այդ օրը եւ վստահաբար նրանք պնդում էին, որ սա լավագույնն էր այս շարքում դասական եվրատեսիլների եւ նոր մակարդակի բարձրացավ այս մրցույթը եւ նաեւ շատ կարեւոր է որ հաջորդ տարվանից արդեն ամենամյա է այս մրցույթը։ Այո, առաջ 2 տարին մեկ անգամ էր անցկացվում։ Մայստրո։ Ես իմ մասով չեմ ուզում խոսել, մյուս մասերով այո շատ տպավորված եմ եւ ընդհանրապես տպավորված եմ, որ հաջողվեց այդ մրցույթը բերել Երևան։ Ես գիտեմ, որ հանրային հեռուստատեսությունը ցանկացել է միշտ այդ բանը եւ գիտեմ, թե որ բոլորովին հեշտ չի։ Եվ իսկապես հաջողվեց մրցույթը կայացավ Երևանում եւ այն էլ կազմակերպված ամենաբարձր մակարդակով, դա էլ էլի իմ կարծիքը չեմ ասում, նաեւ շատ արձագանքներ ես էլ եմ ստացել, շատ երաժիշտ ընկերներից ամբողջ Եվրոպայից, պարզվում է չէ, ես այդպես էլ մտածում էի, որ այդ պահին դասական երաժշտության հետ կապ ունեցող մարդիկ հեռուստաէկրանի առաջ են լինելու եւ այդպես էր ու բոլորը գրել են եւ ինձ ասել են որ ձայնն էլ է շատ լավ եղել մի խոսքով ամեն ինչ իսկապես կազմակերպված էր բացառիկ եւ ընդ ես գիտեմ որտեվ հանրային հեռուստատեսությունը դրա վրա արդեն աշխատում էր ինչքան հասկանում նոյեմբեր ամսից ինտենսիվ Տիկին Անդրեասյան 2 տարի ընդհանուր։ Դե այդ մասը չգիտեմ նոյեմբերից ես գիտեմ Տիկին Անդրեասյան, ինչպես որոշում կայացվեց վերսկսել մեր մասնակցությունը դասական եվրատեսիլին եւ որքանով է սա կարեւոր մշակութային մեր ոլորտի համար։ Իրականում պետք է ասեմ, որ նախաձեռնությունը հանրային հեռուստաընկերությանն էր, որովհետև երբ առաջին անգամ խոսեցինք պարոն Մովսիսյանի հետ, որ դասական եվրատեսիլի ֆորմատը հնարավորություն է տալիս դասական արվեստին հաղորդակցվելու նոր ձևեր գտնել, կառավարության քաղաքականությանը այս ամենը շատ համահունչ է, որովհետև իրականում մեր ամբողջ գործը նրա մասին է, որ մշակույթը պետք է հասանելի լինի եւ մշակութային կյանքին առնչվածությունը պետք է լինի մեր առօրյայի մի մաս։ Եվ բնականաբար նման ֆորմատները հնարավորություն են տալիս ապահովել մասշտաբ եւ ապահովել ներգրավվածություն հանրության տարբեր խմբերի համար ու գիտեք, գուցե ինչ որ մեկը պատահաբար այդ օրը առաջին անգամ հենց Եվրոտեսիլի միջոցով, դասական Եվրոտեսիլի միջոցով դասական երաժշտություն է լսում եւ դա լինում է նրա ճանապարհորդության սկիզբը։ Բայց ոչ միայն կարծում եմ այս ֆորմատը նաեւ լավ հնարավորություն է մեր ստեղծագործողների, մեր կատարողների համար իրենց փորձել։ Արվեստը իհարկե այդ իմաստով չունի ստույգ չափելիություն, ինչպես օրինակ սպորտը, բայց շատ կարեւոր է միջազգային նման մրցույթների մասնակից լինել եւ նաեւ այդ միջավայրում կարողանալ քո սեփական արվեստի առնչությունը տեսնել, նրա հետ ինչ տեղի է ունենում աշխարհում, ինչ կատարվում է տարբեր երկրներում եւ սա նաեւ կարծում եմ տաղանդների բացահայտման հրաշալի հարթակ է, որի ականատեսը եղանք նաեւ Երևանում կայացած դասական եվրատեսիլին, բայց ոչ միայն, որովհետեւ նախորդող տարիներին Հայաստանից ընտրված մասնակիցները կարծում եմ, որ նույնպես շատ արժանավոր ներկայացրել են Հայաստանը եւ քանի որ նրանք էլ հայաստանյան ընտրությունն էլ տեղի է ունենում մրցութային ձևով, սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի մեր երիտասարդ կատարողները նաեւ ներսում միասին մասնակցելով տեղի փուլին իրենց ուժերը փորձեն եւ այդ իմաստով նաեւ կարեւոր փորձառություն ձեռք բերեն։ Պարոն Մովսիսյան, հետ գնանք։ Ինչպես որոշեցիք, որ պիտի վերադառնա Եվրատեսիլը եւ այո նախաձեռնությունը ձերն էր։ Տիկին նախարարը իհարկե համեստություն արեց, որովհետև մենք 2 տարի առաջ, երբ ընտրում էինք մեր մասնակցին, նախորդ դասական եվրատեսիլի մասնակցին, այդ ժամանակ
քննարկումը հենց սկսեց արդեն, երբ տիկին նախարարը ասաց, որ իսկ ինչու մենք չենք մասնակցում պարբերաբար, որովհետև մեկ անգամ էինք մինչ այդ մասնակցել եւ 2 տարի առաջ երկրորդ անգամ որոշեցինք մասնակցենք բավականին երկարատև մոտ 10 տարի ընդմիջումից հետո եւ այդ քննարկման արդյունքում իհարկե որոշվեց, որ մեկ օր էլ միգուցե մենք հյուրընկալենք դասական Եվրատեսիլի հենց եզրափակիչ համերգը Երևանում եւ դրանից հետո սկսեցին աշխատանքները, թիմային աշխատանքները, որպեսզի Եվրատեսիլը գա Հայաստան։ Ըստ էության շատ կարեւոր է, որ մեր եվրոպացի գործընկերները մեզ դա վստահեցին, իսկ դա գալիս է նաեւ ապացուցելու, որ նրանք նույնպես վստահ են, որ մենք կարող ենք Հայաստանում հյուրընկալել նմանատիպ մասշտաբային միջոցառումներ եւ հատկապես կարեւոր է, որ Եվրատեսիլների շարքում մեր երկրում նաեւ մարդիկ ծանոթ լինեն դասական Եվրատեսիլին, որովհետեւ շատ հաճախ տարբեր Եվրատեսիլներին, որ մենք ականատես ենք լինում, թե այսպես ասած մեծերի Եվրատեսիլին, թե մանկական Եվրատեսիլին, կարծիքները տարբեր են։ Բայց միշտ խոսվում է երաժշտության մասին, երաժշտության որակի մասին, շատերը համաձայն են, շատերը ոչ եւ որոշեցինք, որ նաեւ դասական Եվրատեսիլը բերենք Հայաստան, ըստ էության ինչու էր սա շատ կարեւոր, որովհետեւ շատերը Հայաստանում անգամ չէին էլ լսել, որ կա դասական Եվրատեսիլ։ Եվ անգամ երբ որ մենք վերադարձանք եւ 2 տարի առաջ մասնակցում ենք երկրորդ անգամ դասական Եվրատեսիլին, երևի թե շատերը չֆիքսեցին էլ, որ նման մրցույթ կա։ Եվ հիմա արդեն որ բերեցինք Երևան եւ Երևանում անցկացվեց դասական Եվրատեսիլը, ըստ էության նաեւ սրանով էր պայմանավորված այն հանրային արձագանքը, որ մենք ունեցանք, թե երաժշտության մասով, թե կադրի մասով, թե այն ամենով, ինչ որ կատարվում էր օպերայի տարածքում եւ նաեւ հենց համերգային մասը եւ հարակից միջոցառումները կարծում եմ, որ ստացվեց մարդկանց զարմացնել, ստացվեց նաեւ ցույց տալ այս մասով թե հանրային հեռուստաընկերության հնարավորությունները, թե նաեւ մեզ համար որպես հանրային հեռուստաընկերություն շատ կարեւոր է, որ մենք հեռարձակեցինք մեծ միջոցառում Եվրոպայի տարածքում եւ մեր գործընկեր հեռուստաընկերությունների եթերում հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերն էր եւ Երևանից ցուցադրվում էր դասական Եվրատեսիլը, սա նույնպես շատ կարեւոր էր մեզ համար։ Իդեպ Հայկը Հեկեքյան, որը այս պահին սովորում է արտերկրում, մեզ համար տեսահողերձ է ուղարկել, որովհետև ինքն էլ չափազանց ոգևորված էր եւ իր առաջին ելույթով բնականաբար եւ իհարկե այն փաստով, որ դասական Եվրատեսիլը այս տարի Հայաստանում էր։ Համեցեք։ Բարև բոլորին։ Այս պահին ես գտնվում եմ Գերմանիայում, որտեղ շարունակում եմ ուսումս Քյոլնի բարձրագույն երաժշտական համալսարանում, բայց անկեղծ ասած շատ կուզեի Հայաստանում լինել, հատկապես այնպիսի կարևոր իրադարձության ժամանակ, ինչպիսին դասական Եվրատեսիլի անցկացումն է Հայաստանում առաջին անգամ պատմության մեջ։ 2024 թվականին ես մեծ պատիվ ունեցա ներկայացնելու Հայաստանը այս կարևոր միջոցառման շրջանակներում Նորվեգիայում։ Սրանք շատ թանկ ու հարազատ հուշեր են ինձ համար, կարևոր փորձառություն, ինչի համար անչափ շնորհակալ եմ սիրելի առաջին ալիքին եւ բոլոր կազմակերպիչներին։ Այս մրցույթը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում։ Շատ ուրախ էի նաև, որ այս տարի հնարավորություն ունեցա մասնակցելու Հայաստանի պատվիրակի ընտրության փուլին եւ կրկին զգալու այդ մթնոլորտը։ Շատ անհամբեր սպասել եմ Էլենի կատարմանը, նրան աջակցել հոգով, մտքով, ապրումակցել եւ հետեւել ուղիղ եթերով։ Ուզում եմ սրտանց շնորհավորել Էլենին, կարծում եմ, որ նա շատ գեղեցիկ ու արժանի կերպով ներկայացրեց Հայաստանը։ Ամեն անգամ մեր երիտասարդների նման ելույթները տեսնելով մեծագույն հպարտություն ենք ապրում եւ պարոն Թոփչյան, դուք ամենամոտն եք կանգնած այդ երիտասարդներին եւ կարծում եմ հասցրեցիք շատ լավ իրենց ճանաչել եւ իսկապես որ շատ հաճելի էր, ինչպես նշեց Տիկին Անդրեասյանը, որ շատ մեծ հետաքրքրություն կար նաեւ նախընտրական փուլերում։ Այս իմաստով երաժշտական ոլորտին եւ այս մասնակիցներին ինչ տվեց դասական Եվրատեսիլը։ Ես այդ նախնական փուլերում չեմ եղել։ Ես եղա միայն ժյուրիի կազմում վերջին փուլում, Հայաստանի վերջին փուլում, որ պետք է ընտրվեր կոնկրետ մասնակիցը եւ ճիշտն ասած, որ եկա ինձ պատասխանատու մարդիկ միջոցառման հետ կապված ինձ sense ասեցին. «Ինչ անենք, որ գոնե եռյակի մեջ լինենք այս անգամ»։ Ասեցի ամենալավին ընտրենք։ Եվ էլի կային լավ նվագողներ, բայց որոշակիորեն մենք ընտրեցինք իսկապես ու դա գիտեք բավական չէ, ուղղակի միաձայն եղավ։ Եվ հիշում եմ, որ մինչև Էլենի գալը մի քիչ ամբողջ ժյուրին տարակուսված էր այն առումով, որ
այտենց հստակ մեկը որ գնա իրոք հաղթանակի այս Էլենին մենք ընտրել էինք ոչ թե ընտրել էինք որ օրինակ ես հավատում էի որ պիտի հաղթի եւ եթե հաղթեր բոլորովին տարօրինակ չէր լինելու առաջին փորձը որ ես ունեցա հունիսի 2-ին դաշնամուրով բոլոր մասնակիցների հետ բնականաբար միանգամից մեր օրկեստրի երաժիշտները հարցրեցին ով էր լավ նվագող եւ այլն ասեցի կա մեր աղջիկը կարճ տեսնված ակորդեոն նվագող շատ հետաքրքիր գործով իդեպ այդ գործը դեր կատարեց իր հաղթանակի մեջ եւ ասում եմ չեմ ասում դա Խաչատրյանի կոնցերտից ինչ որ բայց Խաչատրյանի կոնցերտը ոնց որ բոլորս գիտեն ամբողջ աշխարհը գիտի եւ այնուամենայնիվ ինքը ջութակի կոնցերտ է եւ սոսկալի դժվար է ֆլեյտայով այսինքն տեխնիկապես սոսկալի մենք այսպես լսում ենք ասենք մենք մեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի սոլո ֆլեյտահարը Նարեկ Ավագյանը գիտեք ֆենոմենալ երաժիշտ է եւ շատ խիստ եւ համաշխարհային մակարդակի ինքը ինձ դրվագներ է ցույց տվել որ ասում է անհավանական դժվար է սա ֆլեյտայի վրա նվագելը գիտեք կողքից երբ որ լսում ես դե հա սովորենք գնում է բայց այսինքն եւ իրոք Էլենը հրաշալի նվագեց եւ ես ինչն էի ուզում ասել այդ երեքի անունը տվեցի ասեցի քսիլոֆոն նվագող աղջիկը մարիմբա անունն էլ չգիտեի երկիրն էլ չգիտեի առաջի օրը Սոնյա Միսինիա ես բոլորի անունները հետո սովորեցի բայց ես գիտեի այդպես ակորդեոն նվագողը մարիմբա նվագողը եւ մեր Էլենը եւ ըստ էության ժյուրին ոնց էլ որոշեր այդ երեքին ոնց բաժաներ արդար էր լինելու նախ ճիշտն ասած ինչը իմ վրա մեծ տպավորություն թողեց բոլոր մասնակիցների որտեղ այնտեղ կային շատ լավ մասնակիցներ եւ ուղղակի լավ մասնակիցներ որոնք ասենք փորձերին թեթև սխալվում էին եւ այլն կարելի էր ենթադրել որ այդ համերգի անհանգստության տակ ավելի պիտի հուզվեն պետք է ձեզ ասեմ որ բոլոր 11 հոգին ամենալավը նվագեցին համերգին հենց համերգի օրը այո չնայած Էլենը համերգի առավոտվա փորձն էլ անթերի նվագեց իհարկե ակորդեոնիստն էլ նա էլ շատ ստաբիլ էր մյուսները ընդհանուր առմամբ այդքան ստաբիլ չէին բայց համերգին շատ ստաբիլ նվագեցին եւ այդ ես ճիշտ ասած հույսս որ Հայաստանում է Խաչատրյանի ծննդյան օրն է Խաչատրյանի կոնցերտով այդքան ուժեղ մասնակիցով ես մինչև հիմա հակված եմ որ ճիշտ կլներ որ առաջի մրցանակը տաներ Էլենը եւ դա նույնպես կլներ արդար ոնց որ այսօր ակորդեոնիստը տարել է էլի արդար էր եւ եթե այդ մարիմբա նվագողն էլ տաներ արդար կլներ իրենք երեքն է բարձրակարգ մակարդակի էին այդքանով ես շատ ուրախ եմ որտեվ մենք այսինքն ամենահզոր ձևով ներկայացել ենք եւ այդ ֆինալի ընտրության ժամանակ կամերային տանը նույնպես ժյուրիում Վահագն Պապյանը, Սուրեն Հախնազարյանը, Արամ Ասատրյանը հիանալի երաժիշտներ էին, այսինքն Էլենը որ եկավ, ես զգացի որ բոլորի վրա հանգստություն իջավ։ Իրանք հասկացան որ սա մեր մասնակիցն է եւ սա ամեն ինչ կարող է։ Իդեպ Միհաու Ստոհելը Լեհաստանից բացի մրցանակից արժանացավ նաև մեկ այլ շատ բացառիկ մրցանակի եւ հնարավորության 2027 թվականին մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթի։ Սա իսկապես չգիտես որն էր ավելի կարևոր եւ ծանրակշիռ։ Ամեն դեպքում այո, մեզ էլ հետաքրքիր է, որտեվ այդ կոնցերտը, որը նվագեց երրորդ մասը, կարծում եմ հիմա մենք կնվագենք ամբողջությամբ, որտեվ այդ կոմպոզիտորն էլ պարզվեց երիտասարդ մարդ է, որտեվ հենց Եվրոտեսիլից հետո Facebook-ում այդքան ակտիվ չեմ, բայց հեռախոսից վրա ինչ որ անունը տեսա, հասկացա որ այդ կոմպոզիտորի անունն է, այսինքն ինձ ընկերություն առաջարկեց, հասկացա որ երիտասարդ այսօր ապրող, որտեղ ոչինչ գրված չէր այդ պարտիտուրին, այսօր ապրող մարդ է եւ իհարկե ֆենոմենալ կոնցերտ էր գրել, ասեմ ձեզ, որ ինչ որ շատ հետաքրքիր լեզվով էր, ոչ շատ ժամանակակից էր, ոչ նաեւ շատ կրեատիվ էր եւ չտեսնված օրկեստրովկա էր արել, սա դեր կատարեց այդ տղայի հաղթանակի մեջ, որտեվ ընդհանուր ինքը շատ վառ կոնցերտը եւ այդ նվագը իրար հետ հսկայական տպավորություն թողեց էլի եւ այո արդար էր, բայց ուզում եմ վերջին անգամ նորից ասեմ, եթե մեր Էլենը հաղթեր, նույնքան արդար էր լինելու։
Տիկին Անդրեասյան, այդ օրը եւ առհասարակ այս տարի մենք նշում ենք նաեւ մեր օպերային թատրոնի կառուցման 100-ամյակը եւ այդ օրը մենք հնարավորություն ունեցանք նաեւ դիտելու Արամայիս Հայրապետյանի ստեղծած փառահեղ ֆիլմը, որը ինչպես եւ մենք բեմում այդ օրը ասեցինք, մեզ տարավ այնպիսի անկյուններ, որտեղ երբևէ հանդիսատեսն ու հեռուստադիտողը ոչ եղել են, ոչ էլ երբևէ կլինեն։ Այնպես որոշվեց այս երկու մեծ իրադարձությունը մեկտեղել։ Կարծում եմ, որ իրականում շատ դրամաբանական ստացվեց, որովհետև հյուրընկալել դասական Եվրոտեսիլը մեր երկրում, հյուրընկալել հենց այդ շենքում եւ չխոսել են մասին, որ մենք գտնվում ենք մի փառահեղ շենքում, որի մեկնարկը կառուցման տրվել է հենց 100 տարի առաջ, թերևս կլիներ ուղղակի չմտածված քայլ եւ մենք հենց սկզբից որոշեցինք, որ միջոցառման կազմակերպման ընթացքում կընդգծենք նաև թե որտեղ ենք գտնվում եւ շենքի պատմությունը արվեստային լեզվով կդարձնենք հասանելի ու կարծում եմ դա ավելի քան ստացվեց եւ ուզում եմ ես էլ շնորհակալություն փոխանցել թե մտահղացման թե իրականացման համար, որովհետեւ գիտեք երբեմն լինում է որ լավ մտահղացում է, իրականացումը ավելի թույլ է լինում, քան մտահղացումը։ Կարծում եմ սա այն դեպքերից էր, երբ որ թե մտահղացումն էր լավ, թե դրա իրականացումը եւ մեր նպատակն էր նաեւ որ մենք ստանանք մի տեսաֆիլմ, որը բացի այդ օրը ցուցադրվելուց եւ ըստ էության օպերային թատրոնի շենքը տեսանելի դարձնելով եվրոպական տարբեր երկրներում նաև այդ հանգամանքը ներկայացնելուց մենք մի մնայուն արժեք ենք ստացել, որը տարբեր իրավիճակներում, տարբեր միջավայրերում ներկայացնելով կկարողանանք նաև լրացուցիչ տեսանելիություն ապահովել, խոսել այն կարևոր իրադարձությունների մասին, որ մեր կյանքում ներկա են, որովհետև թույլ տվեք ասել, որ այսօր այդ շենքը եւ ոչ միայն այսօր մշակութային կյանքի գլխավոր վայրերից խտացումն է եւ ըստ էության կարիք ունենք մենք էլ անընդհատ հիշելու, թե օրինակ ուր ենք մտնում, ինչ պատմություն ունի այդ շենքը, իրականում ինչ գեղեցկություն ունի, որ գուցե ամեն օր տեսնելով չենք նկատում։ Եվ ես կարծում եմ, որ սա նաև մեզ համար էր նորովի բացահայտում, ինչպես դուք ասացիք, եւ այդ իմաստով էլ վստահ եմ, որ նա հոբելյանական տարվա կարևորագույն իրադարձություններից մեկն էր եւ կշարունակի նաև ապրել իր կյանքով, որպես տեսաֆիլմ, էլի ցուցադրվելով քննարկումներ նաև ծավալելով եւ այդ ամենին մենք նույնպես հետամուտ ենք լինելու։ Պարոն Մովսիսյան, մեր եվրոպական գործընկերները իսկապես անընդհատ շեշտում են, որ Հայաստանը շատ բարձր նշաձող է սահմանում ամեն անգամ եւ հատկապես եվրոպական հեռարձակողների միության շատ տարբեր միջոցառումները Հայաստանում կազմակերպելուց հետո մանկական Եվրատեսիլը, անցյալ տարի մեդիա սամիթը եւ այս տարի արդեն դասական Եվրատեսիլը։ Կարծես դուք շատ մեծ եք մտածում։ Իրականում ես կարծում եմ ոչ միայն հանրային հեռուստաընկերության դեպքում, այլ ընդհանրապես Հայաստանում այն միջոցառումները, որ հյուրընկալվում են հատկապես վերջին տարիներին գոնե, երբ մենք հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակում ենք այդ ամենը, շատ կարևոր է նշել, որ դրսից շատ լավ արձագանքներ ենք ստանում եւ միշտ չէ դուք նշեցիք այն միջոցառումները, որոնք հանրային հեռուստաընկերությունն է կազմակերպիչ որպես հանդես գալիս, բայց շատ միջոցառումներում հանրային հեռուստաընկերությունը որպես հեռարձակող է հանդես գալիս եւ շատ կարևոր է, որ մեր գործընկերները եւ հեռարձակումը մենք ենք ապահովում, բարձր որ մենք ունենք նաեւ արձագանքներ մեր գործընկերներից եւ գործընկերները միշտ բարձր գնահատանքի են դա արժանացնում, սա շատ կարեւոր է եւ սա նշանակում է, որ մենք Հայաստանում ունենք նոր փորձ մեծ միջոցառումների կազմակերպման եւ ինձ համար ամենակարևորը թե մեր թիմի մասով, թե ընդհանրապես Հայաստանի մասով դա այն փորձն է, որ մենք կուտակում ենք նման միջոցառումներ կազմակերպելիս, որովհետեւ ամեն ինչ փորձի վրա է հիմնված եւ ըստ էության նաեւ մենք սովորում ենք մեր եվրոպացի գոլեգաներից, թե ինչպես պետք է կազմակերպվեն նման միջոցառումներ եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը արդեն ունի այդ բրենդը
ես դա համարում եմ բրենդ, որ մենք ունենք նման փորձ եւ մեր գործընկերները արդեն վստահ են եւ երբ որևէ միջոցառում է լինում, մենք միշտ վստահորեն ասում ենք, որ կարող ենք դա կազմակերպել Հայաստանում եւ շատ կարեւոր է, որ իրենք էլ վստահ են, որ մենք դա կկազմակերպենք բարձր մակարդակի եւ հիմա հենց դասական Եվրատեսիլը դրա մի մասն է, որովհետեւ մեր գործընկերները մի բան բոլորն են շեշտում, որ սա նոր մակարդակի բարձրացրեց այս միջոցառումը եւ սրանից հետո ավելի բարդ կլինի այն իրականացնել այլ երկրների համար եւ սա շատ կարեւոր է, այսինքն նշաձողը բարձրանում է եւ մենք միշտ պետք է փորձենք այդպես անենք։ Դե սպասենք 2027-ին։ Սպասենք։ Պարոն Թոփչյան, դուք այն կապող օղակն էիք մասնակիցների եւ նվագախմբի միջև եւ իհարկե նրանց համար նաեւ շատ կարեւոր էր ձեր գնահատականը։ Կուզեի սրա մասին խոսենք եւ նաեւ գործիքների մասին, որովհետեւ իսկապես գործիքներ կային, որ հաճախ չեն հանդիպում նման մրցույթների ժամանակ։ Այո, դեմ մասնավորապես, այսինքն մենք էլի տեսել ենք ուրիշ անգամ կանոն, նույնիսկ ինչ-որ գործիքներ ժողովրդական, որ կանոն մեր կողմից, որոշ երկրների գործիքներ ենք տեսել, որ նույնիսկ ես չգիտեմ դրանք ինչ գործիքներ են ժողովրդական, լինում է, այսինքն էկզոտիկ գործիքներ, բայց այս անգամ տեսեք, որ դե չգիտեմ մարիմբան կոչենք էկզոտիկ թե չէ, սա արդեն հարց է, բայց այնուամենայնիվ մարիմբայի կոնցերտով եւ այլն, այն երկրորդ մարիմբա նվագողը դե ջութակի ստեղծագործություններ նվագում, նա էլ լավ երաժիշտ էր, բայց այնուամենայնիվ այդ ստեղծագործությունը շատ էֆեկտիվ հնչեց, բայց այդքան բարդ չէ, ինչքան որ այս աղջիկը 4 փայտերով նվագում էր։ Ես հիշում եմ, որ մենք մի քանի նվագախմբում շատ լուրջ հարվածային գործիքների կատարողներ ունենք, բոլորը վազել էին դահլիճ փորձին, այդ աղջկան էին լսում։ Եվ նա հետնաբեմում էլ շատ երկար վարժանքներ էր նա անում, ես հետևում էի, ճիշտն ասած, որովհետև նույն հատվածում էինք հետնաբեմի, վարժանքներ մարմնի եւ այլն, այդպես մոտ մի 10-15 րոպե ելույթից առաջ։ Բոլորը զարմացած էին, այնուամենայնիվ պատկերացնում եք այդ 4 փայտերով ոնց կարելի է այդքան ու ոչ մի սխալ նոտա չէր նվագում, որովհետև այդ դեպքերում տենց մի երկու սխալ նոտա պետք է հնչի, որ քեզ լավ զգաս, էլի, ինքը բոլորը ճիշտ էր նվագում։ Այսինքն մտածես, որ նվագողը մարդ է, էլի, շատ պատրաստված աղջիկ էր։ Հետո ես ձեզ ասեմ, որ իրենք շատ ուղղվեցին այդ փորձերի օրերին, որտեվ որոշ հարցերում էլ, չգիտեմ, ես իմ բոլոր հոգսերը թողել էի, զբաղված էի, ում ինչ ասեմ, որ ավելի լավ լինի, մեկ էլ ասում էի, եղբայր, քեզով է պետք, հայն է պետք, չէ։ Շատ ուղղել էլ պետք չի։ Բայց չէ, կատակ եմ անում, որտեվ մեզ նաև միասին նվագելու համար էլ շատ կարևոր էր դա, որտեվ առաջի օրերը մի քանի հոգին այնպես բաներ էին անում, որ զգում էիր, որ փորձ չունեն նվագախմբի հետ նվագելու, ինչը բնական է։ Հիմա այս մարդիկ շատ պատանի էին, շատերը, եւ այդ կոմունիկացիան երբեմն դժվար էր, բայց ես դրա վրա զարմացա, որ 3 օրում իրոք մեծ աճ ապրեց ու ըստ էության բոլորը լավ էին նվագում։ Էլենը իսկապես փայլեց բեմում եւ Հայաստանը ոչ միայն կարողացավ արժանապատիվ կերպով կազմակերպել դասական Եվրատեսիլը, այլև շատ արժանապատիվ կերպով ներկայացավ Եվրատեսիլին ու ծափահարությունները պարզապես չէին դադարում։ Անմիջապես մրցույթից հետո Էլենը մեկնեց քննությունների, բայց այս պահին տեսակապով միանալու է մեզ։ Ողջույն Էլեն, եւս մեկ անգամ շնորհավորում ենք քեզ, նախ ասա ինչպես ես։ Բարև ձեզ, ես լավ եմ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Մենք էլ ենք շատ լավ։ Արի մի փոքր հետ գնանք եւ հիշենք նախընտրական փուլը։ Այդ ժամանակ կարող էիր պատկերացնել, որ հենց դու ես դառնալու Հայաստանի մասնակիցը։ Ճիշտն ասած, ես շատ հիշվող ժամանակ է դեպի Եվրատեսիլը ու ես միշտ կհիշեմ ինչպես ենք մենք պատրաստվում, ես նոր երեխեքի հետ ծանոթացա, ինչպես է ճանապարհը բոլորով անցանք, համար շատ մեծ պատիվ էր լինել այդ պատվիրակ Հայաստանի ու դե իհարկե ինչքան էլ ոնց որ հավատաս քո մեջ
մի քիչ ոնց որ բոլոր երաժիշտների մոտ մի քիչ կասկած կա, բայց ես շատ ուրախ եի ու ես հենց իմ զգացմունքները այդ օրը հիշում եմ, որ ես շատ երջանիկ էի, որ իմ անունը ասեցին, ու իմ համար շատ մեծ պատիվ էր լինել պատվիրակ Հայաստանի։ Իսկ դրանից հետո ինչ ճանապարհ անցար, որովհետև շատ մեծ պատասխանատվություն էր սա քեզ համար։ Իհարկե ես շատ պատրաստում էի վերջի փուլին, որտեղ արդեն 11 պատվիրակ 11 երկրներից մասնակցում էին, շատ դժվար ու հետաքրքիր ճանապարհ էր, որովհետև ես շատ կհիշեմ ինչպես էին անցնում իմ օրերը, որովհետև շատ ժամանակ նկարահանումներ էին, փորձեր, շատ հետաքրքիր էր անցնում, երեխեք հետ շփվում էինք, ասենց ամեն օր նկարահանումներ էին։ Դրա համար համ ծառնվերնված էր օրերը, համ էլ շատ հետաքրքիր ու հավես։ Ինչ փոխեց քո կյանքում Եվրատեսիլը եւ որպես մարդ եւ որպես երաժիշտ։ Եվրատեսիլը շատ հետաքրքիր մրցույթ է, այն առումով, որ դու կարաս լինես պատվիրակ քո ազգի ու ոնց որ դա կլասիկ երաժշտի համար շատ հետաքրքիր է ու օգնող որ դառնալ հայտնի։ Շնորհակալություն եւ շնորհավորում ենք եւս մեկ անգամ ու վստահ ենք, որ դեռ շատ մեծ բեմերում ենք տեսնելու քեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ։ Եվ շնորհակալություն ձեզ մեզ դասական երաժշտության այս տոնը նվիրելու համար։ Ու եթե մեկ բառով փորձեք նկարագրել, ինչպիսին էր դասական Եվրատեսիլը Հայաստանում։ Տիկին Անդրասյան։ Հրաշալի։ Պարոն Թովչյան։ Իմ կարծիքով մեզ պատիվ բերող։ Ճաշակով։ Շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Ինձ համար մեծ պատիվ էր լինել այս իրադարձության մի մասնիկը եւ իմ գործընկեր Համլետ Առաքելյանի հետ միասին հետնաբեմում կանգնած մենք անդադ փորձում էինք գտնել ճիշտ ձևակերպում այն յուրահատուկ կապի, որը ստեղծվել էր բեմի եւ հանդիսատեսի միջև եւ ի վերջո գտանք։ Արամ Խաչատրյանը ասել էր. «Կարևորը գայթակղելն է, վարակելը։ Երաժշտությունը պետք է նման լինի անկեղծ խոսքի ուղղված մարդկանց եւ զրույցի պես պիտի լինի»։ Եվ իսկապես կարծես թե այդ զրույցը իսկապես ստացվեց։ Ամիսներ շարունակ մենք ապրում էինք այս իրադարձությամբ եւ ուզում էինք անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք շատ վստահ ասել. «Բարի երեկո, Եվրոպա»։ Եվ դա հնարավոր չէր լինի առանց մեր մեծ թիմի։ Ինչ, որտեղ, երբ, ով, այս եւ շատ հարցերի պատասխանները ունի միայն նա։ Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026 մրցույթի գործադիր պրոդյուսեր Անուշ Տեր-Ղուկասյան։ Մեր մյուս հյուրը ճանաչում է Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի բոլոր պատվիրակությունների բոլոր անդամներին։ Դասական Եվրատեսիլի արտակարգ եւ լիազոր դեսպան, Հանրային հեռուստաընկերության միջազգային բաժնի ղեկավար Վիկտորիա Ստեփանյան։ Պատկեր, լույս, տրամադրություն, նա պատասխանատու էր դասական Եվրատեսիլի գեղագիտության համար, պրոդյուսեր եւ բեմադրող ռեժիսոր Արթուր Մանուկյան։
Հավատում եք, որ ամեն ինչ ավարտվեց, թե դեռ մտածում եք, որ անելու բան ունեք։ Դեռ անելու բան ունենք։ Իրականում ունենք ու դեռ անում ենք։ Իդեպ, քանի որ այսօր տաղավարում իմ ընկերներն են եւ իմ գործընկերները, թույլ տվեք, որպեսզի մենք կարողանանք խոսել դույով։ Անուշ, ամիսներ շարունակ պատրաստվում էիք։ Վերջնական արդյունքից հետո ստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էիք։ Եվ մի բան էլ ավելին իրականում գովեստի խոսք թող չթվա, բայց իրոք թիմը ամեն ինչ արեց, որ այս դասական եվրատեսիլը դառնա տարբերվող եւ շատ բարձր նշաձող սահմանեցինք, դա է վկայում մեր պատվիրակության բոլոր ղեկավարների եւ հատուկ հյուրերի արձագանքը եւ նաեւ քանի որ հաջորդ տարի Լատվիայում է անցկացվելու մրցույթը, իրենք արդեն անդադ զանգահարում են, մեյլեր են ուղարկում, որ այս ինչ է կարել ու մենք ոնց ենք անելու հաջորդ տարի, այնպես որ կարծում շատ լավ ամեն ինչ ստացվեց։ Կարևորը դու գոհ ես։ Հա, շատ։ Վիկտորիա, այս իրադարձությունը, միջազգային իրադարձությունը եւ առհասարակ բոլոր միջազգային նախագծերը նախ գալիս են ձեր բաժնի միջոցով։ Շատ հետաքրքիր է, նաեւ մեզ է հետաքրքիր, որովհետեւ դուք անդադ աշխատում եք, բայց մենք էլ չենք հասկանում ինչ է վերջ, այդ ինչ եք այդքան անում։ Խնդրում եմ, որ պատմես։ Մենք դեսպան ենք հանրային հեռուստաընկերության ամենտեղ եւ փորձում ենք բոլոր միջազգային պրոյեկտները բերել հանրային հեռուստաընկերություն եւ նաեւ հանրային հեռուստաընկերությունը ցույց տալ բոլոր այլ միջազգային հարթակներում, ինչը եղավ նաեւ դասական եվրատեսիլի պարագայում։ Իրականում գործընթացը շատ երկար է, միգուցե այն քարչ է թվում ուրիշների համար, բայց մեզ համար դա երկար է եւ տևում է ամիսներ։ Նույնը օրինակ եղել է պատանի երաժշտների դասական եվրատեսիլի պարագայում։ Մենք նույնիսկ 2 տարի առաջ ստացել ենք մասնակցության հրավերը, հաստատել ենք այն եւ այդպես կատարվում է բոլոր միջազգային պրոյեկտների հետ։ Եվ այս մեկը, որ հատկապես մեծ էր եւ մասշտաբային։ Այո, բնականաբար։ Արթուր, սխալված չենք լինի, եթե ասենք, որ արձագանքները շատ դրական էին։ Հիմա մի քիչ հետ գնանք եւ խնդրում եմ, որպեսզի պատմես գաղափարը ինչպես ծնվեց եւ առհասարակ ռեժիսորական լուծումները։ Իրականում գաղափարը ծնվեց հենց առաջին անոնսը նկարահանելու ընթացքում, երբ մենք ընտրեցինք հենց ազգային պատկերասրահը որպես հիմնական վայր եւ հենց այդ վայրում ծնվեց մի գաղափար, որ երաժշտությունը դառնա հենց ինչպես արվեստի նմուշ եւ ասեմ, որ վերջնական պատկերում տեսանք այն ինչ որ մտածում եւ փորձում էինք կարել իրար, հա, որովհետեւ սկզբում կարող ես ունենալ շատ խիտ գույներով մտքեր, գաղափարներ, բայց վերջում մանավանդ դասական եվրատեսիլի դեպքում, դասական երաժշտության դեպքում կարծում եմ, որ կարևոր է այդ մինիմալ եւ գրագետ վերջնական պատկերը, հա, որովհետեւ դասական երաժշտությունը պետք է ուղղորդվի մինիմալ պատկերով, պետք է ուղղորդվի մաքսիմալ գրագետ եւ այստեղ կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց, որովհետեւ ոչ միայն կարծիքները, այլ մեր վերաբերմունքը, մեր վերջնական պրոֆեսիոնալ կարծիքը, հա, ամբողջ թիմի նա էր, որ մենք որևէ կերպ չափը չենք անցել եւ պահել ենք բոլոր կանոնները, թե Եվրոպական հեռարձակողների միության այսպես հիմնական պահանջները եւ թե մեր առաջարկներն ու վերաբերմունքը։ Եվ իսկապես, որ մենք հիշում եմ առաջին փորձը, երբ դե փորձերը սկսել էինք, բայց դեռ ցույց չէին տալիս ինչ է կատարվելու, ինչ է լինելու, մեզ ուղղակի մեր տեղերը, որտեղ ինչ պիտի անենք, եւ հիշում եմ, որ այդ առաջին օրը, երբ միացվեց ամեն ինչ, մենք ամեն ինչ տեսանք, մոռացել էինք ինչու ենք եկել, ինչ ենք անում, մենք ուղղակի այսպես այդ էկրանին գանված նայում էինք ու այդ ոգեշնչումը նաեւ հայկական եւ յուրաքանչյուր երկիրը ներկայացնող մշակութային գեղանկարչությունից էր։ Դա եւս մեկ նպատակ էր, որպեսզի ոչ միայն ցույց տանք ամբողջ Եվրոպային մեր դասական, երաժշտական, այս դեպքում գործիքային արվեստը, այլ նաեւ ցույց տանք, որ մենք ունենք հրաշալի գեղանկարիչներ, ունենք հրաշալի պատմություն նաեւ, ունենք հրաշալի գույներ, եւ այս դեպքում սխալ կլիներ, որպեսզի առաջին պլան չբերեինք այն բոլոր մասնակից երկրների, այսպես պատմությունը, հա, եւ ամեն մի երկրի կատարման ժամանակ փորձեցինք նաեւ առաջ բերել նրանց մշակույթի այդ կողմը։
Անուշ, խոսեցինք այն մասին, որ իրենք սկզբում բանակցություններ են վարում եւ այլն, բայց նաեւ քո աշխատանքը եւ քո թիմի աշխատանքը, նախընտրական փուլը եւ ոչ միայն այս տարի, նաեւ նախորդ անգամ 2 տարի առաջ, այդ ամբողջ process-ի մասին խոսենք եւ նաեւ կուզեմ անպայման խոսենք Էլենի ընտրված ստեղծագործության մասին, ինչպես դա եղավ։ Իրականում ամեն ինչ 2 տարի առաջ սկսվեց 2024 թվականին, երբ մենք 12 տարի անց կրկին որոշեցինք մասնակցել այս մրցույթին, ու երբ ես Նորվեգիայում էի պատվիրակության հետ միասին եւ տեսնում էի այդ բոլոր աշխատանքները տարված նախագծի շուրջ, ես այդ պահին հասկացա, որ մենք վստահաբար կարող ենք իրականացնել այս նախագիծը եւ առաջարկեցի տնօրինությանը եւ շատ ուրախ եմ, որ համաձայնեցին, որովհետեւ սա անձնապես նաև իմ նպատակներից մեկն էր մասնակցել այս մրցույթին եւ այն էլ իհարկե հյուրընկալել մեր երկրում։ Այդպես շատ բանակցություններից հետո վերջապես կարողացանք Եվրոպական հեռարձակողների միության հետ ֆիքսել օրը, վայրը, որն էլ հունիսի 6-ն էր։ Իսկ Էլենի մասով մենք այս տարվա սկիզբ հայտարարեցինք դեպի դասական Եվրատեսիլ մրցույթը եւ Էլենը մասնակիցների շարքում էր, նա հաղթեց մրցույթում եւ այսպիսով դարձավ այս տարվա պատվիրակ այս մրցույթում, ու այո, ընտրել էինք Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից ջութագի կոնցերտը ֆլեյտայի փոխադրմամբ եւ իհարկե հատկանշական էր այն, որ հենց Արամ Խաչատրյանի ծննդյան օրն էր այդ ստեղծագործությունը հնչում, ու նա նաեւ ելույթ ունեցավ 06 համարի ներքո հենց իսկապես սիմվոլիկան շատ-շատ էր որոշել հենց այդպես եւ իրեն բրավո, որովհետեւ նա շատ աշխատասեր է եւ քանի որ նա Հայաստանում չի բնակվում, ստիպված էր լինում անդադ գնալ քննությունների հետ գալ, բայց կարողացավ ամեն ինչ անել, որպեսզի լավ ելույթ ունենա եւ իհարկե մենք հայտնվեցինք top եռյակում, որը որ կարծում ամենամեծ հաղթանակն էր մեզ համար։ Վստահաբար։ Եվ այդ ամբողջ process-ին մենք նաև հետևում էինք մեր դեպի Եվրատեսիլ այդ յետնաբեմ օրագրի միջոցով, թե ինչ ճանապարհ է անցնում մեր մասնակից այսինքն նախընտրական փուլից մինչև վերջին վայրկյանը եւ շնորհակալություն նաև այդ թիմի անդամներին։ Հաղորդաշարը հենց առաջին օրվանից դեպի դասական Եվրատեսիլ մրցույթից սկսած մինչև վերջին օրը մեր կողքին են եւ ներկայացնում էին պրոյեկտի ամենահետաքրքիր պահերը։ Թիմին անչափ շնորհակալ ենք։ Բոլորին ենք շնորհակալ իհարկե, որովհետեւ անունները այնքան երկար են ու միշտ վախենում ես, որ հանկարծ ինչ-որ մեկի անունը կմոռանաս, բայց ես հաստատ իմ եւ Համլետի անունից Դավիթ Ծերունյանին պիտի շնորհակալություն հայտնեմ մեր սցենարի համար, շնորհակալություն շատ։ Վիկտորիա, պատվիրակության անդամների մասին խոսենք, առհասարակ ուր գնացին, ինչով էին զբաղված, ինչով էին հատկապես տպավորված։ Բնականաբար իրենց հիմնական նպատակն է մրցույթի մասնակցելը եւ բնականաբար իրեն գալիս էին փորձերի, բայց երկրորդ օրը օրինակ Լեհաստանի դելեգացիան արդեն մեզ նկարներ էր ուղարկում, որ խորվիրապում գնացել էին, տեսնում էին ինչ է կատարվում, հետո Սևանից էլ էինք նկարներ ստանում, քանի որ ուրիշ պատվիրակությունն արդեն երկրորդ օրը գնացել այդտեղ։ Այսպես ասած համատեղում էին իրենց փորձերը Հայաստանի բացահայտելու հետ։ Մենք նաև պատրաստել ենք իրենց համար հատուկ միջոցառում Գառնու հետանոսական տաճարում եւ Գառնի քարերի սիմֆոնիայում համակցել ենք դա պարերով, երգերով, որպեսզի հայկական մշակույթը նաև այդ կողմից բացահայտեն։ Իրենց բնականաբար այդ ամեն ինչը շատ դուր է եկել, բոլորը պարել են, ուրախացել են այդ ամեն ինչի հետ մեկտեղ նաև հայկական հողանոցները տեղ մեզ դեր խաղում, որովհետև տարազներն էին հագնում, այո, մեր էջում նաև ռիլեր կան, տեսանյութեր կան, որտեղ իրանք հայերեն էին խոսում մեր տարազներով, եւ շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը։ Նաև կուզենայի նշել, որ իրենց շատ է դուր եկել մեր հողանոցը, իրենք միշտ ասում են, որ մենք ստե շատ ենք ուտում, մենք գնալու ենք հետ մի քիչ գերացած, որովհետև շատ էին ուտում եւ հատկապես նշել են ելակը։ Ելակի համը իրենց մոտ տպավորվել է։ Ամեն անգամ գալիս են ինձ ասում էին ելակը շատ համով է։ Եվ նաև հիշում եմ պատմում էիր, որ քայլում էին, այսինքն ավտոբուսները կային, բայց քայլում էին իրենք։ Հա, երևի թե դա եվրոպական ինչ-որ բան է, մենք իրենց համար օպերաշենք եւ հետադարձ պատրաստել էինք ոնց որ տեղափոխման հնարավորություններ եւ իրանք որոշները նստում էին, բայց շատ ժամանակ նաև ասում են մենք ուզում ենք քայլենք, մենք ուզում ենք տեսնել Երևանը, վայելել օրերը արևոտ, որը հենց այդ ժամանակ սկսվեցին անձրև
անձրևները վերջացան, նույնիսկ հունիսի 6-ին, երբ մի պահ հորդարատ անձրև սկսեց, Բելգիայի պատվիրակությունը ընդհանուր չաթում գրում է ես ոտքով կգանք, մենք ասում ենք իսկ դու տեսել ես անձրևը դրսում, ոչինչ, ես ունեմ անձրևանոց, Բելգիայում այնքան անձրևներ են գալիս, ես խնդիր չկա, ու իսկապես հետո ինքը ոտքով եկավ, բոլորը ժամանել են ավտոբուսով, բայց ինքը ոտքով է եկել։ Կարևորը ելակը տեղը լինի։ Այո։ Արթուր, ինչպես ստեղծվեց այս մրցանակը, նորից գաղափարը որտեղից ծնվեց եւ որքանով ես տեղյակ եմ, այս կոնցեպտը մշակել ես դու, մեր անիմացիայի բաժինը եւ նաեւ մասնակցություն է ունեցել PR բաժինը։ Իհարկե, սա շարունակությունն էր այն ամբողջ գաղափարի, այսինքն վրցնով ստեղծված այն պատկերի, որը որ պետք է նաև մրցանակը ոնց որ շարունակական լիներ, այս ամբողջ դրամատուրգիան շարունակեր եւ ամփոփեր վերջնական նաև հիմնական մրցանակը։ Իհարկե Լուիզայի հետ մենք ունեինք տարբեր ֆորմատներ, տարբեր նմուշներ, բայց վերջում իհարկե կանգնեցինք հենց այս տեսքի եւ այս տարբերակի վրա, սա իդեպ առաջին օրինակն է, որովհետեւ երկրորդ հիմնական օրինակը արդեն Լեհաստանում է, վերջ ուղարկեցինք։ Այստեղ էլի ուզում էինք ընդգծեինք իհարկե ջաջուրի գույները, ուզում էինք ընդգծեինք նաեւ հայկական գույները եւ կարծում եմ, որ այն ստացվել է, որովհետեւ ես տեսել եմ նաև նախորդ տարիների բոլոր այսպես երկրների առանցին ներկայացված մրցանակները, ես կարծում եմ, որ այսպես հայկական մեծամտություն չլինի, բայց մերն ուրիշ է եւ մեր Համեստորեն ասենք, որ մերը շատ գեղեցիկ է եւ այո։ Իրականում անընդհատ համեմատությունը անում ենք նախորդ տարիների հետ, բայց ինչի համար ենք սա, դե բացի այդ, իրականում այս պրոյեկտի ձևաչափը միշտ նույնն է լինում եւ այնինչ այս տարի դուք տեսաք, դա նորություն էր ու նորություններ նաեւ իրենց համար։ Հավատացեք, անգամ այդ 40 րոպե ինտերվալ ակտ բալետային ներկայացման համար մենք քանի ամիս ենք խոսել, բացատրել, որ այո, կարող է նման բան լինել, որովհետեւ այդ դեպքում արդեն փոքրինչ փոխվում է ֆորմատը ու իրենց համար, երբ որ նոր բան է լինում, իրենք վախենում են այդ ռիսկին դրանից։ Ժամանակացույցի խնդիր, այսինքն մենք ժամանակի խնդիր ունենք, ամեն վայրկյանը մեզ մոտ հաշված է եւ չենք կարող անցնել այդ խախտել։ Ու շատ կարեւոր է, որ շոու էլեմենտը այս տարի կարևորվում էր շատ, դա է օրինակ նախորդ տարիների մրցույթները, համերգները, որ նայեք, կհասկանաք, որ ավելի շատ մրցույթ կոմպոնենտն է առաջին տեղում, իսկ մենք փորձեցինք դա որևէ կերպ հավասարեցնել այս տարի։ Եվ կուզեի խոսեինք ժյուրիի կազմի մասին։ Սովորաբար մենք սովորենք, որ ժյուրիի անդամները այսպես շատ խիստ են, բայց իրենք շփվում էին բոլորի հետ, անընդհատ լավ բաներ էին ասում մասնակիցներին, նաև մեզ, եւ այդ ընթացքն էլ շատ հետաքրքիր եւ անուշ անցավ իսկապես։ Շատ հեշտ էր իրանց հետ աշխատելը, ու նաև այս առումով մեծ պատասխանատվությունը Վիկտորիայի բաժնի աշխատակիցների ուսերի վրա էր, կարծում ինքն էլ կարող է համագործակցության հետ կապված մանրամասնել եւ ժյուրիի անդամների հետ կապված եւ իհարկե հատուկ հյուրերի, որովհետեւ նաեւ հատուկ հյուրեր ունեինք դրսից ժամանած։ Ի սկզբանե ես ինքս էի կարծում, որ ժյուրիի անդամները խիստ մարդիկ էին, բայց երբ ես իրենց տեսա առաջի անգամ, միանգամից կորավ այդ պատկերացումը։ Իրանք էլ երկրորդ օրը նույնիսկ օպերայի սրճարաններից մեկում սուրճ էին խմում եւ իրենց հետ աշխատանքը դեռ շարունակվում է, քանի որ պետք է մենք վերջնակայնացնենք մեր գործը իրենց հետ պայմանագրերի տեսանկյունից եւ այլն։ Հատուկ հյուրերից Հայաստանը ժամաներ Եվրոպական հեռարձակողների միության փոխտնօրենը Ժան-Ֆիլիպ Դետենդերը։ Ժան-Ֆիլիպը երբեք որևէ անգամ չի այցելել որևէ դասական եվրատեսիլ, միջև Հայաստան ժամանել է։ Հայաստանի դասական եվրատեսիլը առաջի անգամ է իր համար եւ մենք իսկապես շատ մեծ նշաձող ենք դրել։ Ինքը երևի թե կարծում է, որ բոլոր եվրատեսիլները այդպես է անցկացվել։ Եվրոպական հեռարձակողների միությունից նաև ժամանել է Ռադկա Բեչևան, Ամելին եւ Մեծյուն անմիջապես պրոյեկտի կոորդինատոր են դասական եվրատեսիլի Եվրոպական հեռարձակողների միության մակարդակով։ Եվ բնականաբար Հայաստանից բոլորը շատ գոհ հեռացան, քանի որ բացի բուն մրցույթից մենք նույնիսկ իրենց հասցրեցինք ավելին ցույց տալ Հայաստանը, Երևանը։ Արթուր, իհարկե մենք տեսնում ենք վերջնարդյունքը եւ եթերում եւ որպես հանդիսատես հենց այնտեղ տեղում, բայց խնդրում եմ մի փոքր պատմես ինչ էր կատարվում հետնաբեմում։
Չեմ ուզում պատմել ինչ է կատարվում Վիետնամում, իրականում ուզում եմ անպայման նշել, որ չէր լինի այս մրցույթը, եթե չլինեին մեր երկրի լավագույն պրոֆեսիոնալները, չլինեին այն բացառիկ մասնագետները, ովքեր որ իսկապես բարձր մակարդակի սպասարկում էին ամբողջ ընթացքը եւ իհարկե այդ իսկ պատճառով մենք ունեցանք բացառիկ եթեր, հանրային հեռուստաընկերության ամբողջ թիմը, մեր երկրի լավագույն լուսավորողը, մեր երկրի ամենատաղանդավոր բեմանկարիչները, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր որ ամբողջ ընթացքում ամիսներ շարունակ պատրաստվում էին այդ իրադարձությանը, իսկապես նրանց ամբողջական մասնակցությունը եւ նրանց դերը նաեւ շատ մեծ է, որովհետեւ այն աշխատանքը ինչ կատարվել է նաեւ մնացել է ետնաբեմում եւ կադրից դուրս, ես ուզում եմ որ անպայման հիշենք նաեւ այդ մարդկանց ու շնորհակալություն հայտնենք, որովհետեւ առանց նրանց իհարկե չէին կարող լավ տպավորություններով եւ ջերմ հիշողություններով հեռանային Հայաստանից։ Իհարկե շատ պարտավորեցնող ու շատ կարևոր վարքյաններ էին մեզ համար եւ որ ասում են վարքյանը դար էր թվում, հենց այդպես էր, իսկապես շատ պատասխանատու էր, որպեսզի ամբողջ Եվրոպան Հայաստանից ստանա ճիշտ պատկեր, ճիշտ որակ եւ պատվով ներկայացնենք թե մեր երկիրը, թե մեր երկրի մասնագետներին եւ ամեն ինչ ի վերջո լավ հիշեն։ Վստահ եմ, որ կհիշեն, իսկապես այսօր արդեն հանգիստ կարող ենք ասել, որ հիշելու են եւ հիշված ենք լինելու։ Եվ եթե մեկ բառով փորձենք նկարագրել, ինչպիսին էր դասական Եվրատեսիլը Հայաստանում։ Վիկտորիա։ Ելակոպլի։ Ելակոպլի։ Անուշ։ Միանշանակ տարբերվող։ Արթուր։ Ես կարող եմ ասել մեր կոնցեպտի եւ ջաջուր կտավի շնորհիվ եռագույն, ինչը որ շատ կարևոր է, որովհետեւ մենք սովոր ենք միշտ եռագույնով ներկայացնել մեր պատվիրակին, այս դեպքում ներկայացրեցինք ամբողջ մրցույթը եռագույնով եւ այս գույները ու այս կտավը ավելի ամբողջացրեցին հա պատկերը։ Ու կարելի է ասել, որ եռագույնի շուրջ միավորվեց դասական երաժշտությունը։ Եվ ձեր շնորհիվ մենք էլ դարձանք այդ ամենի մեծ մասնիկը եւ շնորհակալություն ձեր կատարած հիանալի աշխատանքի համար եւ այսօր այս երեկո մեզ հետ լինելու համար։ Շնորհակալ եմ։ Իդեպ շնորհակալություն նաեւ ձեզ եւ քեզ Հրաչուի ջան ու Համլետին նաև պետք է անպայման սա էլ նշենք, որովհետև շատ դժվար աշխատանք կատարեցիք ու հեռուստադիտողը հնարավոր է եւ դա հասկացած չլինի, որովհետև հայալեզու մեկնաբանությամբ էր հնչում, բայց հանդիսատեսը հավատացեք շատ տպավորված է հեռացել։ Շնորհակալություն, մեզ համար մեծ պատիվ էր դա։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Որովհետև առաջին եթերն է, կարծում եմ, որ դեռ երկար եթերում կլինի հանդիպում առաջինումը։ Միասին։ Մի առիթով Արամ Խաչատրյանը ասել է. մյուս հայ կոմպոզիտորների հետ միասին մենք կստիպենք ողջ Եվրոպային եւ ողջ աշխարհին լսել մեր երաժշտությունը եւ լսելով այն մարդիկ կասեն. պատմեք մեզ այդ ժողովրդի մասին եւ ցույց տվեք մեզ այն երկիրը, որտեղ ծնվել է այդ երաժշտությունը։ Ինչ որ առումով մենք էլ դասական Եվրատեսիլի միջոցով պատմեցինք մեր երկրի մասին, նոր պատմություններ գրելու մեծ ակնկալիքով։ Հայաստանի եւ հանրային հեռուստաընկերության համար սա վավերագրված մի նոր պատմություն է։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք առաջինում։